Դավիթ, շնորհավորում եմ, սպասում էիր այսպեսի ժամանակից շուտ հաղթանակի։ Ճիշտ ասած ես անես դժվար էի պարապել, այնքան շատ էի չարչարվել։ Համ ուզում էի ավելի դժվար լիներ, համ ուզում էի ավելի երկար տևեր, կռիվ տայինք, համ ես ծեծեի, համ ես ծեծեին, բայց տենց ստացվեց, փառք Աստծո։ Դավիթ, դու մարզահամերգային համալիրում մենամարտելու փորձ ունեցել ես, բայց այսպիսի լեցուն տրիբունաներով, այսպիսի լեցուն տրիբունաներում չի եղել։ Ինչ տվեցին քեզ այս տրիբունաները, այսքան մարդկանց էմոցիաները։ Անցած բոյին այսքան մարդ չկար, դրա համար միջև վերջ քաշեց բոյը։ Այսքան մարդը այնքան ուժ տվեց, այնքան անես պատժ կարեց, տեսակ առաջի ռաունդը բրծավ, երկրորդը սկսեց ու բրծավ։ Միջև վերջ չգնաց բոյը։ Սաղ էս մարդկանց պատժ կներ, սաղ իմ հայերի, իմ ժողովրդի պատժ կներ ախպեր։ Դավիթ, քեզ այս սպորտում ծեր էին համարում, բայց դու կարծես ռինգում այլ բան ցույց տվեցիր։ Այ ախպեր, ինչ ծեր, պապրացք է։ Ես ես ժայել եմ։ Ոչ մեկ չի կարող իմ հետ պարապի, ախպեր, սաղ ինձանից շուտ են հոգնում։ Որն է լինելու հաջորդ նպատակը։ Կարող է թեմ Ամերիկա մրցումների կամ չգիտեմ, տեսնենք։ Սպասում եմ հաջորդ բոյին, երբ տան, որտեղ տան։ Այնքան լավ եմ հիմա, վաղն էլ կարամ մի հատ էլի մրցում կպնեմ։